Շոկի ենթարկվեցիր։ Դե կխափեմ, որ ասեմ, չէ։ Ես էլ մինչև հիմա հավատս չի գալիս, որ ես իմ մոր տղեն չեմ։ Վով, իսկ դու գիտես ովքեր են իսկական ծնողներդ։ Չգիտեմ։ Մաման չի ասել, թե ինքն էլ չգիտի։ Պատրաստվում էր ասել։ Ես չուզեցի իմանամ։ Հետաքրքիր չէր, հա երևի։ Քանի դեռ չեմ ընդունել, որ ինքը իմ հարազատ մայրը չի, ես ուրիշով չեմ կարող հետաքրքրվեմ։ Բայց դե կարող է իրանք էլ են լավ մարդիկ։ Ինչքան ուզում ա լավը լինեն։ Իմ համար մորիցս լավ ոչ մեկը չի կարող լինի։ Արեսելը չեք փոխվեք։ Խոսքով ընկանք։ Երևում է, դե շուտ արեք, դուրսը ձեզ եմ սպասում։ Արա ինչա ուզում ես վիզենանցնից։ Պապի ջան, հո դու փորձանք չես, գնա տուն էլի։ Փորձանքը դու ես, որ եկար կպարես։ Հաջող, պապի։ Սպասի։ Նորից եմ ասում քեզ։ Մանանին նեղացրել ես, ձեռիցս չես վրձնի։ Մանանի խաթրին մենակ դու քո թորներն եք կպնում։ Ես հակառակը պաշտպանում եմ իրան։ Դա մեկը լինի քեզ պաշտպանի։ Մեծ խոսալ գիտես մենակ։ Պապի ներվերից չափն ես ուզում հասկանաս։ Թող գնա էլի հանգիստ քանի ասում եմ։ Ես ինչ մարդ դուս եկա պարա։ Ինչ էիք խոսում պապիի հետ։ Ահա։ Ունանի պատասխանները ինձ բավարար չեղան, ինչ-որ առումով ավելի թաղվեցի կասկածների մեջ։ Ունանին դուր չի գալիս, երբ սկսում եմ հորիցս խոսել, ինչը զարմանալի է, չէ՞ որ հայրս նրա ընկերն ա եղել։ Կամ էլ միայն հորս համար էր այդպես։ Լսի նորից եմ հարցնում, ինչ էիք խոսում պապիի հետ։ Դե ինչ պատի խոսանք, մի քիչ ուշ ելները արդեն տալիս էինք իրար։ Հարգանքով արտահայտվի։ Մեծ հարգանքից որ մի քիչ մեր հանդեպը լներ դժգոհ չէինք կլինի, գիտես։ Լսի, ես անգամ այսքանից հետո պապիի մոտ էլի քեզ պաշտպանեցի։ Ապրես, եթե իհարկե պաշտպանել ես։ Բայց այս թատրոն մտքիցդ կհանես, այդ իմ ասածը ուժի մեջ է։ Իմ ասածն էլ է ուժի մեջ։ Մանան դու խել առես։ Մենք պսակվել ենք, որ իրար լրացնենք, երեխեք ունենանք, լիարժեք ապրենք, դու եկեք կապել ես այս թատրոնին, որը ինչ։ Ինչ-որ ծայրահեղությունների գիրքն ես արդեն ընկնում։ Լավ եմ անում, այդ իմ ձևն է։ Մինչև ամուսնանալը չգիտեիր ով եմ, ինչով եմ զբաղվում։ Գիտեի, մանան, գիտեի, բայց նաև գիտեի, որ ճիշտ ընտրություն ես անելու։ Բայց ինձ ընտրության առաջ ոչ մեկը չէր էլ կանգնացրել։ Թե դուք բոլոր հարցերում եք տենց անազնիվ։ Լավ, լեզու բերնիտ մեջ բայ, մի քիչ քեզ խելոք բայ, ընկի առաջ։ Շուտ արա։ Պապ, ես երկար չեմ մնա, ժամանակը շատ չեմ տանի։ Ես իմ երեխեքի համար երբեք ժամանակը չեմ խնայել։ Առաջին տեղում միշտ եղել են ձեր հարցերն ու խնդիրները, հետո իմ բոլոր գործերն ու մնացած հարցերը։ Ասա տեսնեմ ինչ ա եղել աղջիկ ջան։
Վերջին շրջանում մենք անընդհատ վիճում ենք, պապ։ Ուզում եմ այսօր բացառություն անենք ու վերջապես ընդհանուր հայտարարի գանք։ Սիրով։ Ես հասկացել եմ դու ինչի ես դեմ իմ ու Լեոյի հարաբերություններին։ Նույնիսկ։ Խնդիրը այն է, որ Լեոն ու Ավոն բարեկամներ են, իսկ դու ատելով ատում ես քո փեսային։ Դա ինձ փեսա չի։ Լավ քո նախկին փեսան։ Պապ, ես ուզում եմ իմանաս, որ Լեոն ավելի վատ է տրամադրված Ավոյի հանդեպ, քան դու։ Լեո ինձ ողջ ընտանիքը ատելով ատում է Ավոյին, ու ոչ ոք իրեն որպես հորեղբայր չի ընդունում։ Որովհետև երբ Լեոյենք փոքր են եղել, Ավոն նրանց լքել է, ու բացարձակ չի հետաքրքրվել իրենց գոյությամբ։ Եթե իմաներ դա ինչ էր արել։ Որտեղից հետաքրքրվել, երբ շատ հարմար տեղավորվել էր իմ կողքին։ Ամեն ինչից օգտվում էր։ Իմ ու քրոջս հաշվին մսխում էր մեր փողերը։ Պապ, ես քեզ խնդրում եմ։ Հնարավորություն տուր Լեոյին։ Ես չեմ ինչ որ կետից սկսած ձեր հարաբերությունները շատ սխալ ընթացք ստացան։ Ու այդ վատ մթնոլորտը անդրադարձավ մեր հարաբերությունների վրա։ Դա ինչ կարող եմ ասել։ Խնդրում եմ, թող ես ու Լեոն միասին լինենք։ Ու քեզ ապացուցենք, որ մենք մեր ընտրության հարցում չենք սխալվել։ Այսինքն ես եմ սխալվել։ Չէ, ընդամենը դու սխալ կարծիք ես կազմել Լեոյի մասին։ Երբ մենք քեզ չէինք կարողանում գտնել, Լեոն շատ անհանգիստ էր։ Կարող է Լեոն կապ չունի իր հոպարի հետ։ Կարող է Լեոն վատ տղա չի։ Բայց դու ամուսնանալու ես Արամի հետ։ Ինչ։ Դու ո՞նց ես կարողանում սենց բաներ խոսել, պապ։ Դու բացահայտ թքում ես հոգուս մեջ։ Ես քեզ հանգիստ ու համբերատար լսեցի։ Բայց դու հիմա խոսակցություն այլի տանում ես վեճի։ Որովհետև դու թքած ունես իմ զգացմունքների ու իմ ասածների վրա։ Տենց չի կարելի։ Ես այդ հարցով զբաղվեցի, բայց ոնց որ սխալ բա եկա, հա? Չէ, շատ ճիշտ բաղ ես եկել։ Դե ուրեմն երկուսդ էլ լսեք։ Ես մնալու եմ Լեոյի հետ, որովհետև ես Լեոյին եմ սիրում։ Ու ինչքան էլ փորձեք մեզ բաժանել, ոչ մի բան չի ստացվելու։ Իդեպ ոչ մի իրան հարգող տղամարդ չի ամուսնանա աղջկա հետ, ով իրան չի սիրում։ Եթե իմ անձի շուրջ ինչ-որ բաներ են կատարվում, ես նախընտրում եմ տեղյակ լինեմ, քանի որ իսկականից ես այն տղեն չեմ, ով էշի տեղ իրան կդնի ու կամուսնանա այն աղջկա հետ, իմանալով, որ իրան չի սիրում։ Մի հատ թուլացի արա։ Ասա տեսնեմ ինչ էիր ուզում։ Քեզ հետ կապված ամեն ինչ ուզում եմ ջնջել իմ կյանքից։ Քեզնից ազատվել եմ ուզում մեկ ընդմիշտ։ Ինչքան միամիտ եմ եղել ես, որ այսքան տարի քեզ հավատացել եմ ու դարձել եմ քո գերին, Ավա։ Քեզ ով թույլ տվեց ներս մտնես։ Ուր Ավոն։ Հորդ տուն չես եկել, աղջիկ ջան։ Երեխուս հոր տուն եմ եկել ու պահանջում եմ երեխուս հորը։ Դու մեղավոր չես։ Քո դատարկ գլուխը Ավոն հեքիաթներով է լցրել։ Ասեմ իմանաս, որ այս տունը Ավոյինը չի, իմ տունն է։ Իմ եղբոր փողերով գնաց տունը։ Իսկ Ավոն մեր համատեղ տարիների ընթացքում 10 դրամ անգամ չի աշխատել։ Ես տեղ չեմ եկել, որ երեխուս ներկայությամբ Ավոյին նվաստացնես։ Ճիշտ է, դու այստեղ ընդհանրապես պիտի չգայիր։
Չնայեցում եմ ասում, քո պես անբարոյականը բարոյական նորմերից զուր կա։ Չվիրավորես ինձ, թե չէ պատասխանը չի ուշանա։ Հենց հիմա դուրս արի իմ տնից, քանի քեզ չեն եկել ու բռնի ուժով հեռացրել էստեղից։ Եղբորդ փողերով ես վեր թռչում։ Ավոյն էլ ես եղբորդ հետ վնասազերծել։ Դու այդքան չկաս, որ իմ աղբոր մասին խոսես։ Հասկացար։ Դուրս։ Ես պահանջում եմ ավոյին։ Պահանջում ես։ Գնա ավոյի հայրական տուն ու այնտեղից էլ ավոյին պահանջի։ Այստեղ ավո չկա։ Դուրս արի։ Մտեք ախպեր։ Սարիկ, պարուսակս թողեցի ավտոյիդ մեջ։ Ոնց է լավ։ Պապի։ Հաջա, Բարև ծեսի ջան։ բարև երեխիք։ Պապի, լավ չես զգում քեզ։ Ես առողջ եմ, չես ինձ հիվանդ համարում։ Լուսիկա, ո՞մ մրսում ես։ Ձեր ընկերն ինչ է ուզում ինձանից, հա? Պապի, բա ինչ ես սենց տակ-տակ հակած նստել են էլ ստեղ։ Այդ ցավը տանեմ տուն մտա, հոգնած էի, մոռացա հագից ցանեմ, ինչ է եղել։ Դե լավ, որ խնդրեմ մեր համար հաց կսարքես ուտենք։ Չէ, ինչ հաց։ Դե լավ էլի այ ախպեր, պարապունքից ենք եկել, մտ հաց ուտենք։ Սար, ասա որ հաց պետք չի։ Այդ աղաջան, դու քո պապի տանն ես, քեզ ազատ զգա։ Ես ոնց որ արդեն սկսում եմ խանդել, հա։ Հիմար խոսալու փոխարեն ձերքդ տուր վեր կենա։ Դե որ տենց եկեք մենք հաց արկենք, պապին էլ հանգիստ թողենք։ Դուք ավելի լավ է պապին չճղայնացնեք։ Արի ես հանեմ։ Թող ես կհանեմ։ Բայց պապին իրոք այսօր անհավես է։ Ահա, ախպերս էլ եկավ։ Բարև։ Արագավ ջան։ Հա, լավ չէ։ Սպասի։ Այս սովորությունը միշտ ունի, որովհետև հետո տաք հացը բերում է։ Բա դու ինչ սովորություն ունես։ Այդ Դավիթն եկա, դե լավ, բոլորով միասին հաց ուտեք։ Չէ, պապի, ես փոխվում եմ դուրս գամ, գործեր ունեմ։ Բայց տեսա ոնց չափեց ոտից գլուխ։ Արագ եք էլի։ Դու չէ այ ախպեր։ Փեսը դա էլի Սարիկ ջան։ Քիշխասյաթ ունի, օրորի փոխվում է։ Եկեք լավ, եկեք գնանք լվացվենք։ Հացը տանեմ։ Կմիանաս։ Չէ, մերսի։ Էներգիայի չափաբաժին այնքան շատ է, էլ սուրճ պետք չի։ Հիմա ինչ է եղել։ Մամա, ես մտածում եմ, որ եթե գնամ, պապայի հետ հանգիստ խոսեմ, մանրակրկիտ ամեն ինչ բացատրեմ, գոնե նույն վերաբերմունքին ես կարժանանամ։ Էլի Լեոյի մասին ես խոսել հորդ հետ։ Ասել եմ, որ ես Լեոյին շատ եմ սիրում, որ պետք չի ինձ այդ մարդուց հեռու պահել, ու այն էլ զուտ այն պատճառով, որ ձյաձյավոյի հետ ինչ որ ազգակցական կապ կա։ Չեմ կարծում, որ հորդ վերաբերմունքի պատճառն է դա։ Իսկ ո՞րն է պատճառը։ Լավ, ինչու պատճառ պիտի լինի, չէ։ Մամա, եթե քեզ ինչ-որ բան հայտնի է, ես քեզ խնդրում եմ ինձ ասա, ես էլ իմանամ։ Լեա, հնարավոր է պատճառներ չկան։ Երբեմն ուղակի մեկին չի համակրում ու Ինչ է աբսուրդի ժանրից է քո ասածը։ Չի կարելի այս աստիճան սեփական կմաճիկներով շարժվել, երբ նժանի քո աղջկա երջանկությունն է դրված։ Ես սիրում եմ Լեոյին, ուզում եմ այդ մարդու կողքին լինեմ։ Չգիտես այս պատմության մեջ ամենաաբսուրդը որն է։ Ես բացատրում, ասում եմ, ես Լեոյին շատ եմ սիրում, պապ, խնդրում եմ, մեզ հնարավորություն տուր իրար հետ լինենք, քեզ ապացուցենք, որ մենք չենք սխալվել։ Ինքը հանգիստ համբերատար լսելուց հետո ասում է, ես պատրաստվում եմ քեզ Արամի հետ ամուսնացնեմ, մամ։ Ինքը թքած ունի իմ զգացմունքների վրա, այդ մարդը բացահայտ ինձ ծաղրում է։ Իշխարը պատմությունների մեջ ես քուր ջան։ Ամուսնանում ես։ ոչ։
Այո, բայց հաստատ ոչ Արամի հետ։ Ես իմ սրտի թելադրանքով եմ ամուսնանալու։ Ես Լեոյի հետ եմ ամուսնանալու։ Ես ուր։ Հասուն աղջիկ եմ, հաստատ չեմ կորի։ Ոնց հասկանում եմ դուք լավ խառն եք, ես էլ բավական հոգնած եմ, գնամ ձեզ չխանգարեմ։ Իսկ դու սրան որտեղից գտար։ Այնտեղից, որտեղ գնալու կռիվա տալիս աղջիկդ։ Լսի հայրդ գժվել է։ Արդեն իրեն նեղություն չի տալիս ինչ որ բան ծածուկ անելու։ Հիմա ինչ մտածում է, ասում ու անում է։ Դե մամջան այդ Լեոյի հետ չպսակվելու պահը հասկանում եմ պապային, բայց Արամի հետ խիա ուզում ամուսնացնի չեմ հասկանում, մի քիչ խելքին մոտիկ չի էլի։ Իհարկե խելքին մոտ չի։ Ինչպես նաև խելքին մոտ չէր քո ամուսնությունը։ Մամջան դու չես ընդունում, որ ես սիրում եմ մանան, ինչ եմ հասկանում։ Չեմ ընդունում ձեր միությունը, Գրիշո։ Հացի կռիվ էիր տալիս, ինչի չես ուտում։ Դավոն ախպերս փագեց։ Ապա դու ինչ ես ուզում Դավոյից։ Ախպերս շատ լավ է, որ դու փես ու պաշտպան ես կանգնում, բայց վատը, որ ինքը ինքնից ինչ-որ բան է թաքցնում։ Ես իմ ախպորը լավ եմ ճանաչում, տեսար ոնց վրես նայեց, հաստատ մի բան կա ինձ չի ասում։ Տղեկ, դուք ձեր հացը կերեք։ Դավոն շորերը փոխել է, ասում ինչ որ տեղ ունի գնալու։ Չկարողացա համոզեմ, որ գայետները հաց ուտի։ Մի խոսքով շարունակեք։ Կարող է վատ բան եմ մտածել, բայց գնալու եմ այդ քայլին։ Ինչ կա մտքիդ։ Ուզում եմ դուրս գամ Դավոյի հետևից։ Ինգեր ես իմ ախպորը լավ եմ ճանաչում։ Պիտի տենամ այդ ուրա գնում։ Ախպեր կա մարդը գնում է քրոջս հետ հանդիպման։ Ինչ ես դետեկտիվդ միացրել։ Սարիկ ջան, դա ավելի հաստատ իմ անհանգստությունը արդարացված է։ Ուրեմն բոլորով կգնանք։ Հաջան։ Ոնց ես։ Լավ, կյանքս դու ասա։ Դե գլխումս մի քիչ քաոս է, բայց կանցնի։ Հենց հանդիպենք կանցնի։ Ինչ ա եղել։ Լեո, ես իմ կյանքի ամենակարևոր որոշումն եմ կայացրել։ Որոշել եմ գամ ու քեզ հետ ապրեմ։ Բան չունես ասելու։ Ոնց չունեմ։ Որոշումդ կայացրել ես, լավ ես արել, ցավդ էլ տանեմ։ Ուր ես հիմա։ Քեզ եմ սպասում։ Երբ։ Հիմա, Լեո։ Լեա, կլինի ես մի քիչ ուշոտ քեզ զանգեմ ու տեղ ժամ ասեմ։ Լեա։ Լեա, ալո։ Չես տղեն լրիվ աննորմալ է։ Գիշ ես դու։ Վերկաց գնա Լեայի մոտ։ Չեղավ։ Դավոյի տեսքը դուրս չեկավ։ Ոչինչ, Լեայի հետի հանդիպումը թող մի քիչ հետա ձգվի, հետո ես իրան ամեն ինչ կբացատրեմ։ Ես ու Սարիկը կգնանք։ Վստահ ես։ Բայց քո ախպերն եմ նել փես են։ Տղեկ ձեր ցավը տանեմ։ Ես գիտեմ, որ դուք ինչ պետքա կանեք, բայց իմ սիրտը հանգիստ չի լինի։ Տղեկ, ես գնացի։ Կարող եմ օֆիսում ընտանեկան հարցերով ընդհանրություն եմ հայտարարել, ես էլ չգիտեմ։ Ինչի։ Լավ է։ Ասա տեսնեմ ինչ ես եկել։ Մենակ չբարկանաս։ Դարմայա դավոնա թեման։ Նախընտրում ինձ կասես ինչ ես արել Ավոյին։ Փաստորեն դու էլի տարապում ես դրանով։ Ինչ ես ամեն անգամ անում բաներ, որ ես քեզնից հիասթափվեմ։ Հունան ինձ Ավոն չի հետաքրքրում։ Ուղղակի սիրուհին էր եկել Հայաստան ու ինձ սպառնում էր։ Չնայած ինչի սիրուհի։ Ինքը ավելի շատ իրավունք ունի կին կոչվելու, քան ես։ Դա Ավոյն երեխա է չէ պարգևել։ Ասում ես եկել սպառնում, հա։
Ախր դա ով է որ քեզ սպառնա։ Ինքը համոզված է, որ իմ ու քո պատճառով է Ավոն անհետացել։ Թող տենց վստահ ապրի։ Եթե շարունակի քեզ խանգարել, իմ հետ գործ կունենա։ Սա հետևելու ենք խայտարակ լինենք։ Ինչի՞։ Սարիկ, ամեն լավ է հետևենք հասկանանք ուր է գնում, սիրտս հանգիստ լինի։ Հետո իրան կթողնենք իր գործերով, եթե ամեն ինչ նորմալ եղավ, ու այն չեղավ, ինչը որ իմ մտածածներ։ Բարձվելու է մարդը ինչ-որ սովորական հանդիպման էր գնում։ Արդյունքում դու ես տուժելու։ Լեանը հաստատ չի ների, որ հանդիպմանը չգնաս։ Դու հանգիստ տեղիով կների, ու հասկանա խնդիրը ինչումն էր հաստատ կների։ Ախպերս մենք դեռ չենք հասցրել խնդիրի ինչումն է։ Ինչ մի օրը ցերեկով պարկել ես։ Հանգստանում եմ, չի երևում։ Բայց սա վաղ ես արել, ինչ ես արել, որ հանգստանում ես։ Ստեղծագործ մարդ եմ, իսկ մտավոր աշխատանքը միշտ էլ ավելի է հոգնեցնում։ Մեծ էլ նստի որ հետդ խոսում եմ, մի փռվի։ Դու ինչի որ պարկած եմ, պագոնները տնկնում են։ Մի խոսքով սեն շիլնի։ Կամ տունը չես, կամ գալի պարկում ես։ Հա ինչ։ Ինչ է ինչ։ Մեր տունը տենց ընդունված չի։ Էդ մամատ հա ականջից շշնջաց։ Աղջի մանան, աչքերդ կհանեմ քեզ խելոք բայի։ Պիտի արդեն հասկացած լինեիր, որ պրինցիպներս պաշտպանելու համար պատրաստ եմ առանց աչքել մնամ։ Նստի ուր պարկարելի։ Զզվցրիր։ Չեմ հավատում, որ նորից տխուր ես, Լեա։ Հիմա ինչ ա եղել։ Բարի տեղ մի դրեք երեխեք։ Մենք էլ մտածեցինք մեզ կանչել ես, որ օգնենք քեզ։ Լեա, սկսի։ Ով ա նեղացրել իմ սիրուն ընկերուհուն։ Լեոն։ 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 Լեա, երբ դու երջանիկ ես լինում, մենք վստահ ենք, որ այդ երջանկության հետևում Լեոնն է կանգնած։ Ու այսօր քո տխուր լինելու հեղինակը եւ պատճառը Լեոն դարձավ։ Ուղղակի շատ նեղված եմ։ Հիմա հասկանանք ինչի համար։ Ավոյի սիրուին հասցրել է ոստիկանությունում հայտարարի Ավոյի անհետացման մասին։ Իսկ ինչ չի մեղադրել։ Դե ասել է, որ մենակ մակուսների հետ է կոնֆլիկտ ունեցել։ Իսկ ուրիշով գիտի այդ ճիճվի մասին։ Դա։ Դավիթ Սարգսյանը ցանկանում է ներս մտնի։ Մեծը թե փոքրը։ Լավ, բարձր։ Ինչքան պետք է սպասեմ, մինչև ցանկություն ունենաս ինձ ընդունելու։ Կարիք կա գործելու։ Հա, ներքևում անվտանգությունը ուժեղացրա։ Իսկ հիմա ազատ ես։ Այսօր բարի եմ։ Բոլորին համբերատար լսում եմ։ Բարին ու դու հականիշներ եք։ Պես
Ամեն անգամ գալիս sense վիրավորում եք, հետո էլ նեղանում եք, որ ձեր տեղը ցույց եմ տալիս։ Ավոնորա։ Avo։ Էտո վա։ Տղաս։ Որին դու գողացել ես ու թաքցրել։ Իմ 20 տարվա փեսն է, բայց ես նոր եմ իմանում, որ պապա ունի։ Ախպեր ունի, ախպոր երեխեք։ Ինչ ես արել ավոյին։ Դե ավոյին կերցրել, խմցրել եմ, լավ պահել եմ։ Այն ինչը ձեր կողքին չէր տեսնի, ես տվել եմ իրան։ Ուրիշ ինչ պետք է անեի։ Ես գիտեմ, որ քո ձեռքով է հիմա ավոն անհետացել։ Ինչ գիտես։ Ինձ թվում է նաև գիտես, որ ես իր ձեռքով էի կորել։ Բայց ժամանակ ինչի՞ չէր խառնվում իրար։ Եթե ավոյին հանկարծ մնասես, ինձ հետ գործ կունենաս։ Նախ ես քո ավոյից որևէ լուր չունեմ։ Բայց դու պիտի ծնկաչոք շնորհակալություն հայտնես այն մարդուն, ով ազատել է քեզ այդ աղբից, ով քեզ տղա է գալիս։ Երկրորդ անգամ չհամարձակվես։ Լեա, վստահ ես, որ չես ուզում ուտես։ Նոր սրտովս գնա էլի։ Դե պիտի ուտես, որ նյարդերը թեթևացնես։ Ինձ հիմա ոչ մի բան չի օգնի։ Երեխեք շատ անհասկանալի է Լեոյի պահվածքը։ Ես հանուն իրա իմ ողջ ընտանիքին դեմ եմ գնացել։ Մամային, պապային, Գրիշին։ Հասկանում եք, ես իմ կյանքի ամենաբարդ որոշումն եմ կայացրել երեխեք։ Ու այսօրով ինքը չի գալիս հանդիպման։ Իրոք շատ տարօրինակ է։ Ինքը պետք է երկու պարով գար հետդ հանդիպման։ Հելեն լավ է ինքդ ես ասում, որ տարօրինակ է։ Երեխեք չեք մտածում, որ կարող է իրոք ինչ-որ լուրջ խնդրի մեջ է Լեոն։ Նոր սրանից լուրջ ինչ պետք է լինի։ Նարեն հիմա խոսում է որպես Դավիթի ապագա կին։ Հելեն խելոք մնա։ Պետք չէ լի գրագի վրա յուղ լցնես։ Որովհետև ինչ ուզում է լինի, Լեոյի չգալը բացատրություն չունի։ Այն դեպքում, երբ որ Լեան զանգել է ասել է, ես քեզ եմ ընտրում։ Միանշանակ ինչ-որ լուրջ պատճառ կա, կտեսնես։ Ինչ լուրջ պատճառ պետք է լինի, որ ես հասկանամ այս քայլը։ Ստեղ ինչա կորցրել։ Այս ամայի թաղերում ինչ է անում։ Լավ հարցեր։ Ինչա կորցրել ես ամայի թաղերում։ Իշնենք։ Չէ, սպասեք հլը։ Ես քանով եկել եք խոսալու, հա։ Լակոտ ախպերը դուրա։ Այդ սրանից էլ վախենում էի։ Հələ մի րոպե թողեք հələ։
քո հետ եմ, աղբերը տուրա։ Ստեղ եմ, արա։ Փակ համար։ Ալո։ Խոսա, գիտեմ, որ դու ես, աղո։ Խոսա։ Ես զգում եմ քո շունչը, աղո։ Դու շատ մոտ ես։ Լեո։ Դավիթ։ Զարմանայի, որ գայ տեսնեի տանն եք։ Ուր ես, աղո։ Հիմա որ կողմա քեզ քամին քշել։ Ոնց եղավ, որ հունան մակունցը հայտնվեց, դու անետացար։ Չեմ ուզում ես հանելուկի վատ հանգուցալուծմանը հավատալ, բայց ինքնախաբեությամբ զբաղվելու տարիքից դուրս եմ եկել։ Եթե մի քիչ էլ ուշ գայր, գալու էի քո հետևից։ Ինչի գալու էի։ Լեայի հարցում չափն անցնում ես արդեն։ Փաստորեն հասրել է բողոքի։ Արամի հետ ամուսնացնելու սպառնալիքները հեչ տեղին չեն։ Բայց ոչինչ, որ դրանք սպառնալիքներ չեն։ Ընկել ես երեխաներիդ հետևից։ Չի սիրում Լեան Արամին։ Շատ լավ։ Կարի սիրելով առաջնորդվենք ու մեր աղջկան տանք Լեոյին։ Ինչ կասես։ Արամի գիրկը նետելով չես կտրում Լեոյից։ Եվ հետո սա բռնությունը նաև Արամի հանդեպ։ Արամը սիրում է մեր աղջկան։ Կարաս այդ մասով չմտածես։ Ես թույլ չեմ տա Լեային ամուսնացնես Արամի հետ, որին չի սիրում։ Իմ թիկունքը միշտ ամուր ա եղել, որովհետև դու ես իմ կողքին եղել։ Մի դավաճանի։ Ես քո կողքին կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ քո քայլերն ուղղված են մեր ընտանիքի բարօրությանը։ Իսկ այն ինչ դու անում ես, մեզ բոլորիս դժբախտացնելու է։ Ուր ա Լեան։ Դուրս ա եկել։ Ու չի ասել ուր։ Դու Լեան շատ նման եք իրար։ Քեզպես համառ ա։ Ու հանկարծ չմտածես, որ Լեային կարող ես կոտրել։ Այսքանով մեկի վրա, հա արա, դե եկեք ասեմ, որը որից է հետո յամ։